Սիրելի հետևորդներս, բարևներ, ջերմ ողջույններ Վայքից, այո, Արմաշից արդեն վերադարձել եմ և Վայքում եմ, գնում եմ հողամաս, մենակ եմ, մի քիչ էլ շոկ է, ոչ թե մի քիչ, այլ ահավոր շոկ է, բայց դե աշխատանքը սպասում է ինձ, գնամ, որ հասցնեմ ահագին, գործեր ունեմ, այսօր վերադարձել եմ, անմիջապես այնտեղից գործի եմ գնացել, գործից հետո եկա տուն մաքրեցի ու հիմա հողամաս։ Դույլել եմ տանում հետս, սիրելիներս, հիմա ելակա ասած կլինի, ավելի շատ կլինի, որովհետև այն օրը չհասցրեցի քաղեի, դեր զփոց կրակոց, չհասցրեցի քաղեի, այսօր մի քիչ մեծ դույլ եմ տանում, տեսնեմ գոնե այսօր կհասցնեմ այսօր հավաքեմ, չգիտեմ, գնում եմ օտար ամայի ճամփեքի վրա, այս մասերում լորտուներ կան, օձեր կան, գիտեմ, այս վերևի հատվածում է հիմնականը լինում, զգույշ գնամ, որ դուք չվախենաք։ Չկա, այսօր տանը չեն, մարդ հովտեղ է փնտրում, որ կանգնի 2 րոպե շունչ քաշի։ Այստեղ կարելի է չէ երգել նեղ դռնով է իմ ճամփան, ուր տանում է հողամաս, դե Նազո ջան դու քայլի, քայլի ու գնամ, լավ էր չէ բառերը փոխեցի, լավ էլ ստացվեց, ճամփան, դե գիտեք պիտի խոսամ սիրելիներս ձեր հետ, կամ ասմունքեմ, որ օրս այս նեղ արահետը անցնեմ, մի քիչ էլ արդեն խոտերը մեծացել են, այստեղ բացա լավա, նեղ դռնով է իմ ճամփան, նեղ ճամփա է իմ ուղին, որ տանում է հողամաս, անձրևին ու արևին, լայ, նայեմ աչքերիդ բարի, նայեմ ու ոչինչ չասեմ, Սիրելի հետևորդներս բառերը չգիտեմ, որ իմանամ մեծ հաճույքով ես կերքեմ մինչև վերջ, Տեր Աստված ինձ օգնի, Տեր Աստված ինձ պահի, Սիրելիներս ահա
Ասամ արդեն մի քիչ մնաց, չգիտեմ, ով կա տարածքում, մարդ կա, չկա, կանչեմ ջուրանող, բայց դե օրենքն է այդպես, ես չխախտեմ օրենքը։ Համել կանչեմ թող մի հատ էս տարածքի գել ու գազանները փոխնեն, չէ, ձայնիցս։ Այս հատվածն էլ եմ շատ սիրում, սիրելիներս, այսպես որ գալիս եմ, այս թթերի մոտով, հով, կանաչ, վիշնի գիլաբալի ծառեր են, ստեղ էլ թթի ծառերն են, այս մասը շատ եմ սիրում, և այստեղից էլ պետք է հեսա կանչեմ, ձենս կցեմ գլուխս, այս տարածքով մեկ։ Ջուրանող, ով ագժվեգա, ամալս գործիա, ուրեմ երևի մարդ չկա, էլ ձենս չկցեմ գլուխս սիրելիներս, ենքան էլ հոգնած տեսք ունեմ, աչկերս ցավում է, ես ճանապարհ չեմ կարողանում գնալ, անմիջապես ազդում է աչկերիս վրա, սիրելիներս, բայց որ ասեմ տեսողական խնդիր ունեմ, ոչ, ուղղակի աչկերս ցավում է։ Ջուրանող, հեյ, ով կա այստեղ, մարդ էլ չկա, այսօր Ռոբինզոն Կրուզո, երևի Դանիել Դեֆոն սաղ լիներ, ողջ լիներ, իմ մասին էլ ինչ որ մի վեբ կգրեր պատմվածք, սիրելիներս, այսպես Փշոտների հոտի մոտ, ափսոս չեմ կարողանում մոտենալ հոտ քաշել, մեղուները տզում են, ոնց են բզում, նայեք չգիտեմ մեղուներին, երևում են, չեն երևում, չգիտեմ, ալերգիա ունեմ, կարող են կծել, մեղուները հիմա այս պահին նեկտար են հավաքում, և գիտեք, չէ, ես մեղրից էլ ինչ հավեսին, հոտ կգա, ինչ հավեսին, օյնազո շատ մի մոտեցի, կկծեն, այդպես հովն էլ խաղում է, հաճելի հով է այս տարածքում, սիրելիներս երեկ Գալինան մի լավ բան ասեց, ասում աննաս դու ինչի քո ալիքի անունը, յութուբյան ալիքի անունը չես դրել Սարի աղջիկ, ձայն լսեցի, դրա համար մի պահ շեղվեցի, ասում ինչի չես դրել Սարի աղջիկ, ես էլ ասում եմ Գալինա ջան, շուտով որոշել եմ մի հատ էլ ալիք բացել, մեկը տան համար, մեկն էլ այսպես հետաքրքիր շրջագայություններ, որ կազմակերպեմ սարերի, դաշտերի և երևի հենց այդ ալիքիս անունն էլ կդնեմ Սարի աղջիկ, ամբողջությամբ կցուցադրեմ մեր տարածքի խոտաբույսերը, մի խոսքով այնինչ կապված է բնության, դաշտի, սարի հետ, սիրելիներս, դուք էլ համոզված եմ, որ կբաժանորդագրվեք իմ այդ նոր էջին, ես գիտեմ, որ դուք դա կանեք, որովհետև դուք իմ կողքին եք և ինձ շատ սիրում եք, սիրելի հետևորդներ, և իմացեք, որ այդ սերն ու հարգանքը փոխադարձ է, խոսեցի, զրուցեցի և հասա իմ տարածքները, այ դուք այտար սիրուն գետակ, ուր ես վազում այդպես արագ, սա այն գետակն է, որ վազում է և կանգ չի առնում, որ մի քիչ ինձ հետ զրուցի խաղա,
Եվ ահա հասանք այստեղ։ Դե ինչ եք փախնում ոտերիս տակով, օծ, մողես, մողեսներն էլ են մի քիչ մարդու սրտաճաքանում են, հենց հորակ ոտքերի տակով գլվլալ են գնում են, չես տենում ինչ գույներ, ինչ ձևեր։ Եվ ես հասա ահա իմ դրախտավայրը, սիրելիներս, հիմա իրար հետ ներս կմտնենք, կտեսնենք ինչ փոփոխություններ կա իմ հրաշք այգում։ Այսօր այնքան գործեր ունեմ, ես ամենն էլ ահա եկել կանգնելա բաղչիս դռան դեմը։ Ինչ ես եկես տե։ Եկել ես ինձ վախցնես, հել մարդ չկա, հա։ Կամաց սողոսկեց օձը, սիրելի հետևորդներս, եկել աստե, հիմա բերեմ ցույց տամ, որ չփախնի, ձայնը է լսում, ինքն էլ ուժեղ լսողություն ունի, կամաց նազո, էսի գնում է ուղիղ, տես փախով, ուր մտար, իհարկե ուր պետք է գնա, հողամասի հետ բաց տարածքը, հələ սրան նա, հեսա մի տեղից դուրս կգա, լավ, ոչինչ, չթողեց, այսօր տեղական կողպեկը նորմալ բացեի, սիրելիներս, այսա է, սարի աղջկա պատմությունը, օրը, հիմա ինչ ասենք, օրդ կտրվի, սարի աղջիկ, թե ուրախ օր ունենաս, բայց հետաքրքիր այդ ուր գնացիր, այ օձ, հողամաս չեկավ, լավ ինչևից է, սա կհայտնվի, ուղղակի ուզեցի ցույց տալ, սիրելի հետևորդներս հենց մտնում եմ այս պղպեղներին, լավ աճել են, հել է սրա միջի պետրուշկաները, կհանեմ պետրուշկաները սիրուն, կմնա արանքները նորից կցանեմ, նոր հավեսին կլինի, լոլիկներ ունեմ, կսատիլ եմ, դե արդեն տեսակ, պղպեղել եմ սատիլ է նոր այստեղ, լավ էլ կպելա, այստեղ էլի պիտի անեմ, թու, տեսեք արդեն մանրից, սիրելիներս, կանաչը երևում է, բադրջանները կանաչել են, երևում է, որ ստե բան կա ցանած, խոնավել է, կարելի այսօր կեսը քախանել, կեսն էլ ջրել, որպեսզի չհոգնեմ, այս մի լոբիները, տեսեք ինչքան վատ ծլեցին, են որ չգիտեմ, փիտեմ կցեմ, այս հողը ափսոսա, ինչ որ մի բան կարելի է, տեղը ցանել, թողնեմ, չգիտեմ, ես էլ մնացի շիվարած, մոլորված, այս լոբիներս էլ են լավ, սիրելիներս, ահա, հավեսին, այսօր այս բամյաները կարելի է քախանել, լավից վատից կա աճել է, Աստծուն փառք, կարտոֆիլներն էլ են լավ, սիրելի հետևորդներս, շատ լավ են, սոխերի մասին դե խոսք չկա, այն օրվա ջրի վրա հլի նայեք ինչքան մեծացավ, ինչքան մեծացավ հավեսին, ահա, լավ մեծացավ, այսօր էլ կսատիլ եմ, այս լոլիկներն է կսատիլ եմ, սա տեղական սորտի է, բա կանաչիները, ով է կանաչի ուզում սիրելիներս, մոշն էլ է սիրուն ծաղկել, ահա մոշն էլ է ծաղկել, այս կողմը ամոթու չեմ թեքվում, լոլիկները ամբողջությամբ մնձրվեցին, չգիտեմ ինչ է, ինչ կրակեր, հələ ստեղ նայեք սիրելիներս, մնձրվեցին, ինչ էր, էսի ինչ չեմ անում,
պետք է հիմա այս բարեխները հլը իսիշքոն բարեխ կա, ես չեմ կարա սրանց հաղթեմ, պետք է բարեխներն է քաշեմ, այն օրը քախանեցի, չեմ անում, այստեղ դե վարունգներն հա, վարունգներից էր, խեր, խաբար չկա, ոյ չէ, ոյ տեր աստված կներես, լավ չէի նկատել, ահա, ասեցի չէ, երեք կգցեմ կծլենը, հա, հեսա, չէ, թու, բայց դե խոտն է շատ, հեսա ծլել են, ոչինչ, լավից վատից, ոնց որ թե ես մի մարգի մեջ էլ ծլել են, չեմ հասցնում, տեսնում եք չէ, գլխիցս մեծ գործեր վերցրեցի, անհուսը, որ բան չմնաց, սիրելիներս, հեսա տղաս կգա կոքնի, մի հատ է որ ջրեմ, անմիջապես վարունգները կծլեն, սիրելիներս, լավա ծլել են, գոհ եմ, ես մի բանը, տեսա, ուրախացա, սիրելի հետևորդներս, դարդ ու ցավերս մոռացա, ես սենց չնչին բաներով ուրախացող մարդ եմ, սենց, ոյ, ես կողմի լոլիկները լավ են, ոչինչ, աճել են, դե ելակներն էլ ահա, ենքան կամ, չեմ հասցնում հավաքել, էլ որն ասեմ էլ որը, սա ծանոթացում էր դոյի պոսլե որ անենք, սոխերն էլ են կպել, լավա, ահագին էլ աճել են, քանի որ քախանի ուրակը տաղանի, գոդաղի, ես էլ վերցրիմ ու եկամ, գամ բամյաներս քախանեմ, ես ցեպս էլ կցեցի, կպնում ա միկրոֆոնին, խանգարում ա, այսպես, որ քախանում եմ, մի օր կթողնեմ, վաղը կգամ կջրեմ, անմիջապես չեմ ջրի, ինչ է լավ փափուկ է, ես թվում աստեղ լավ բամյա կլինի, մանավանդ որ լավ տեղը տեղին մշակենք, ստե բաց է, կարելի է սերմ գցել, սերմ կբերեմ, այդ բաց տեղերը կլրացնեմ, կարտոֆիլն էլ է ծառավ, մի տեսակ չորացել է, հիմա ասեմ ջրեմ կասեք նազ, կարտոֆիլը չեն ջրում մինչև ծաղկելը, բայց դե սիրելիներս վրեն հալ հարակյատ չկա, ոնց որ մարդուն ասես ջուր մի խմի, կլինի, չելնի, այտենց բան ուր դեղ եք տեսե, բա, լայ, Մենակ ցեպս չկպնի միկրոֆոնից, հանեմ կկորցնեմ, դնեմ թրջունները փայլուն բանա, կգան կտանեն, գցեմ ջեբս, էլի կկորցնեմ, չգիտեմ ինչ թարանեմ, դե իրեն,
լավ էլ հավեսին քախանվեց։ Էլ չեմ նայում ճառակ շոքա ինչա։ Հետևորդներս եկել եմ աշխատելու համար։ Չեմ նայում շոքա ինչա։ Գիտեք ինչ եմ ասում եմ ջայնամ թե շոք չի։ Այդպես։ Ինքան բարեղ կա, հեսա բրծնը։ Դե արդեն պարզա, առանց տեսախցիկի հետևորդներ ջան, տեսեք, ես մտածեցի, որ հողը չորացած կլինի և ջրելու կարիք կլինի, բայց սխալվեցի, իսկական քախանի ժամանակներ, բամյաները քախանեցի, այստեղ լոբիներս քախանեցի, հիմա կասեք ես շիվարներին ինչի չես քախանել, որովհետև լավ չեն ծլել, չգիտեմ, ինչ խորհուրդ կտաք, ինչ կարծիքի եք, ես կլնի լոբի, թե չէ, փայտով էլ է, այդքան փայտ կտրել, բերել, սա էլ է փայտով, չգիտեմ, ոնց եմ անելու, ինչ եմ անելու, չեմ քախանել, մտածում եմ, ջրեմ, սրանց արմատախիլան եմ գցեմ են կողմ, այսքան տեղն էլ պղպեղ սածիլ եմ, մեկա սածիլներս լավ մեծացել են, այսօր էլ կջրեմ, վաղը ջրի հետ, նորից պղպեղ կսածիլեմ, բիբար էլի, ասեմ բիբար, կուլտուրայի գրականի զոհ չգնանք, ահա լավ են պղպեղները, ոչինչ, տեսեք հավեսին, քախանեցի, մի հատ խոտ չեմ թողել, բադրջաններն էլ, բոլորը քախանել, այնքան փոքր է, հազիվ են երևում, բայց դե կդառնան բիբարներ, միշտ էլ ամեն տարի այդպես է լինում, այստեղ նորից սիրելի հետևորդներս, ահա լոլիկներն եմ խոտերը մաքրել, թմբերով քախանել եմ, այս խոտերն էլ, ահա տեսնում եք, դույլով լցնում եմ, որ մաքուր լինի, մաքրել եմ այս զոլերը, հիմա մնում է, որ քախանեմ, այնքան էլ հավեսին քախանվում է, փափուկ, փխուր, գիտեք չէ, օձը դեռ այստեղ այն լորտում, դեռ այստեղ է, վաղն էլ կգամ, կջրեմ, սիլիտրա էլ կտամ, այս տարի մինչև սիլիտրա չտամ, սրանք տեղից շարժվողը չեն սիրելի հետևորդներս, ոնց որ թե զորով առաջ գնան, հա, քշմշ, եկե պաղկվել ես ստե, որ ինձ վաղցնես, այն մասն է, եկե մտեստ է, որ ինձ վաղցնի, էլ չգիտի, որ բարկացա մի քախանի ուրակ կտամ, տեղից, օձերը դաղելու հատկություն ունեն, չեն գծում, բայց պոչով դաղում են, նենց են դաղում, որ կոտրված կարող է առաջանալ, դե պատկերացրեք, այստեղ խթանել է լավ ծլե, և կարելի ասել այստեղ այնքան էլ խոտեր մոտեր չկան, խթան է քախանեմ, որ վաղը գամ ջրեմ,
Հավեսին էլ ծլել է, այն որ հիշում եք, ասի 3-3 գցեմ, կծլի, չի ծլի, որը ծլի, որը մնա, փաստորեն բոլորն է ծլեցին, լավ է։ Ինքոն է փոփուկ կաստեղի հողը։ Այստեղ ես հիշում եք ինչ եմ ցանել կուկուրուզ, ադի-բուդի, հենա անենց հավեսին է ծլել և կանաչ բոլորն էլ է անտիր ծլել։ Այս ամենը ես վաղը կջրեմ։ Հերթը ասավ ես դիվան բաշում, ստե զոր, ես իշքոն են հել է ես բարեխները, որ պիտի լավ քաշեմ, չգիտեմ հիմա եսի կհասցնեմ, ես քախանեմ, թե ոչ։ Չեն էլ աճում է բախտավարները հետքան է քախանում ես, նեղնաղում ես, փխրեցնում ես, բախտավարները չեն աճում։ Չգիտեմ, ես ինչ է կատարում, բայց միգուցե ես եմ շտապում, ումն էլ նայել եմ պամիդորները տենց է, 100 մետրանոց հաստատ չի, ծաղկացել չի, ուղղակի ես եմ շտապում, ես խոտերի ձեռն էլ նեղվամ, տեսեք ես իշքան եմ քաշում, հա քաշեցի, քաշեցի, բայց խոտերը հախից չեկա, իմ հախից եկա սրանք։ Չեմ գալի տենում, ծլել են, ներվերս խառնվում է, հավատացեք, ներվային անում եմ։ Սրանց մոտ է աշ չկա, եղել են։ Բարեխը իրային արմատից չի հելնում, չի էլ կարա հելնի, որովհետև խորը արմատներ ունի։ Ես չեմ կարա սրանց հաղթեմ։ Մի դեղի անուն գրեք, սիրելի հետևորդներս, գնամ առնեմ, բերեմ սրսկեմ, էլ ճար չկա, օգնեք, մի բանով, մի դեղի անուն ասեք, մի խորհուրդ տվեք, չնայած որ գնամ այդ թույների խանութը, արդեն ասես իրենք գրամով տալիս են, թե քանի լիտր ջրի է, ոնց է, ինչ է, ժամանակ չունեմ, բայց դե դի մի օր բարձրանամ, վերևի մասերն ավայքի, հա, մոտ լիներ հիմա նոր էի գնացել, նոր էի հասել։ Ամեն անգամ ես ստեղից եմ սկսում, քախանում եմ, են պոչի շիվարը մնում է։ Հիմա տինդեղից սկսեի, վերջը վիճակը վատ է, ահավոր, սիրելի հետևորդներ։ Ահավորի, լավ սրանք հետո կարևորը հիմա սրանք է։ Դե որ սրանք է չես
քաշում ոնց որ գործդ կեղտոտ լինի։ Գա լցվի հետ մարգի մեջը։ Գործդ ոնց որ չերևա։ Գոնե սենց բացեմ։ Բայց դե սիրելի հետևորդներս, ախր ես էլ եմ մարդ, ես էլ հոգնել ունեմ, չէ, ես եմ ուշկալացեմ գրպանս, որ արանքները ցանեմ, մի վարկյան նստեմ ջուր խմեմ, գլխացավ ընգա, ահա որ, ոյ, բան չմնաց, հա, մնացածը, զայ չցանի, մարզալ չեմ ցանեմ, բա ամոթ չի, չունես նազո մարզը, կարելի է հիմա այս կարտոշկի մասը ցանել, հլնեմ կպնեմ գործի, որ մի քիչ ելակ է հավաքեմ, այս ծտերն էլ եկել են, հենց հավեսին երգում են, մարդու քեֆ ա բերում, սիրելի հետևորդներս, սկզբից որ ցույց տվեցի, հիմա ասեցի կես նազոն մեղկա, ոնց պիտի անի, ինչ թար կանի, ինչ թար չի անի, բայց տեսեք, այս լոլիկներն է քախանեցի, մնաց երկու զոլը, սրանք հետ բարեխներն են, բայց մի երկու օրից իրանք էլի ծլելու են, աճելու են, ձեպ չկա, աճելու են, բարեխները մաքրել եմ, մնաց այս երկու առուն քախանեմ պամիդորները, շատ փափուկ է քախանվում է, բայց դե, այս ցեպս, ահա որ խանգարում է, բայց դե ինչի աճ չկա, ուշանում ենք, լավ է ուշ, քան երբեք, չէ, տենց էլ կա, լավ է ուշ, քան ուշացած, ահա, ինձ հավեսին է քախանվում, ստեղ ես մի քանի հատն են լավ մեծացել են, այսենց որ մեծ լինեն, չէ, փխրուն, հողն է շատ փխրուն է, կաճեն, աշխատանք է պետք, աշխատել, լավ այսպես բկերը լցում եմ, վաղ կգամ, սիլիտրա կտամ, մինչև տանցը, մեր լեզբով ասած, մինչև տանցը սիլիտրա չտամ, չի աճի, չի դնդնա իրա երեշից, նույնքում չի գնա, ներկա պահին այս տարածքում մենակ չեմ սիրելիներս, Ամալյան էլ այկայ, Ամալյասը եկավ, իրա հողամասում է, ծորներ չի գալ, իմ նման լուր աշխատում է, հեսա կգա ստեղ էլ երևի, չի ուզում ինձ խոսացնի, որ ինչ չխանգարի, գիտի, որ եկել եմ լուրջ աշխատելու այսօր, այսօրվա հողամասի վլոգը կարող է մի քիչ կարճ լինել, բայց մի լավ աշխատեցի, այս 1, 2, դեռ մի քանի հատ կան, այս երկուսը որ բարեխոտ է, դրանք է պիտի քաշեմ ու լոլիկ սատիլեմ, այ մարդ, հետքան անես եմ, ինչ անեմ, խա, ինչիսի պետք, չէ, սիրելի հետևորդներ,
ասեք քո իս ինչ արմատ էր, ես իրանից ուժեղ դուրս եկա, խփեցի հելավ։ Վաղն է որ գամ, մի հատ սենց կպնեմ են մի խոտ մոտերին, են կողմի աղագին, կմոքրեմ։ Այստեղ այս մյուս գլխների սեմուշկաները ծլել են, նորից գցում եմ մի քանի հատ։ Դու ինչի կտրվեցիր, լավ էլ արեցիր, դե որ տենցի, Ոյ քո բարեխներ, ընչեք եկե, հա, ընչեք, գործս գցում ջուրը, ստեղ այս սեմուշկացան եմ, հլը ստե իշքան կոն, նեց է մեծացել են, չորա պոկվում է, որ մի քիչ թաց լինի, արմատով հավեսին կգա։ Բայ դես ճանջն էլ եկավ են, ձիան ճանջը, որ ասում ենք։ Ինչ ֆրացի ու հավեսի ինգա, սկսեցի ես բարեխները հանել։ Միզոլա մնաց է կախանը, տենց մեջս բան եմ ոլնում, ասում եմ, պրծա էլ կհասցնեմ։ Գործս թողեցի ինգա սրանով, չէ կոյնի, կախանեմ, մեկ է տեսար, Ամալյան ասեց, արի գնում ենք նազո։ Չմնաս տեղ։ Ոյ ծիտիկներ։ Մութը տվեց։ Վրաքերս, տվեց վրաքերս, իրելի հետևորդներ, բայց դե խելակ գործ արեցի։ Կարող եմ թրվռալով գնալ, պրծա, Ոյ, սիրելի հետևորդներս, ես էլ հետը պրծա, այդպես կարելի ասել, ես էլ հետը պրծա, ես ինչ նալլար կաշեցի, ես ինչ շանտանջան կաշեցի, այսօր, պատկերացրեք, ես կան հողամասը կախանեցի, են էլ ինչ կախան, ալաղա խառը, Տենց խոտերը քաշեցի, կախանեցի, զոլերն է դատարկա, որ մաքրեմ, Ամալ, ինչ ես անում, հա, ոտով ենք չէ թալու, հա, Հա, պրծի, ես էլ եմ գործանեմ, հա, չէ վախենում, արխային, ես որ էլ չասեմ, սիրելի հետևորդներս էլ չասեմ, ավելի լավ է,
Լռեմ։ Լռեմ։ Մեկ այդե բուլա է ճայնամալնի է всё լստեղ Այանը պրծանք էսյանն ասկսում խոտա որ աճել Օй Ջան հայրենի թրջուններ, հա, հիմի ով է լսում ձեզ, ահա սիրելի հետևորդներս գնահատեք Նազոյի աշխատանքը, են էլ ինչ աշխատանք, քրտնա ջան աշխատանք, սիրուն արեցի, չէ, դոյի պոսլի եմ անում, դե սրանց մասին էլ խոսք չկա, հովն է տվեց, մութն էլ հետը, սիրելիներս, Եվ այսպես, ես դույլի մեջ հելա, խոտ, լծենք ստեղ թող չորանա, կտանենք, կվարենք, ես rank է բերել եմ, որ սիրելի հետևորդներս ելակ քաղեն, այդ է կհասցնեմ, չգիտեմ, Էսի, Գցեմ սունկաս, որ էլի ջուր բերեմ, մի քիչ կանաչի քաղեմ, համեմ եմ ասե, սիրելի հետևորդներ, համեմ եմ ասե, ով ունի սենց համեմներ, հլստե, լավն են, չէ, ընտիր, այսքան համեմ կլնեն, տեսեք, որ ինքը սենց թակ-թակ հա, Սիրելի հետևորդներ, բայց իզուր արմատով հանեցի, պտի սրանք ճղերը պոկեմ, հա ինքը աճի, ուղղակի սա ձեզ ցուցադրելու համար, ընտիր, կարելի է հնձել, հնձեմ, թող էլի աճի էլ, հա, ինչի քոքերով անեմ, ինքը կմնա, նորից կլնի, ես տենց արել եմ գիտեմ, թող աժար տա, Աժար կտա կհլնի, համ էլ բոյովացել է, ինչը հոտը հավեսին է կա, հորեկան էդքան քաղա, էլի բանա, ոյ, բայց դե ծորով են, բողկեր էլ հանեցի, տեսեք, Էս են, ստեղ է թակնված կա, թակնված տաղանդներ, մի քիչ սող պոկենք, ես սիրում եմ սող, հիմա որ պետք է, որ նենց կա, արմատով է գալի, Մի քիչ էլ սող, սենց տնական համեղ կանաչիների փուն, թող մնա ես դույլի մեջ առայժմ, ես տեսնեմ թռնեմ ջուրը կապեմ այդ ելակների յանը, այդ մարգերը թողա, տենց համե սածիլը ջրվի, իրար հետ ենք թռնում էլ, դուք էլ եք թռնում, ինձ այդ ջուր կապելու, ինչքան ելակ կա, սիրելի հետևորդներ, մի հատ նայեք, ինչքան ելակներ, հասել են, են էլ ոնց էլ էի մատերը բա, ինչքան կան, հլը մի հատ ես հրաշքներին նայեք, սաղ ելակ, Ոյ մոտերս ես ինչ եղա,
մասին։ Ահա, քշ-մշ, ոցմոշ չգա իմ ճանապարհին, թող խոչընդոտներ չլինեն, ինչ ես այտենց խշխշում, տերևներն են խշխշում, ինչքան ջուր կա, շուռ տամ։ Լավ էլ գնաց, լավ էլ կապեցի, հա, թող գնա արագ, մի հատ ջրեմ, տեսնեմ ինչ եմ անում, աման գնաց ուղիղ ելակներին, ինձ պետք չի, ինչը ելակներ են, թող ջրվի լավ, ստե քար կռայի մեջ բան է չի աճի, ենքան որ ինձ սիրում եմ տանջել, ազատ տեղ չթողեմ էլի, Ես գնա ուղիղ որտեղ ա գնում, ես էլ իմ արած բաներից գլուխ չեմ հանում։ Որտեղ գնա թող այնտեղը ջրվի։ Հետո փակելով կգնամ։ Սոխի վրա է։ Մյուս այս ջրից հետո վաղ կարելի է սոխերին դանակով քախանել, փխրեցնել։ Դրանք էլ պիտի անել։ Այդ է պիտի անեմ, սիրելի հետևորդներս։ Ոմենակ սաճիլելը չի։ Ամեն բույս իր խնամքը ունի։ Խնամքի ձևը։ Կարևորը, որ ուրախացել եմ, վարունգներս որ ծլել են, աճել են, հետի լավա, հետի լավի, թոսած ջուրը գնա, ուրա գնում, հա վարունգնա ջրվում, ես է վազեմ վեդրոն բերեմ, սիրելի հետևորդներս ձեռի հետ մի քիչ ելակ քաղեմ, տենամ կհասցնեմ, թե ոչ, մինչև էսի դծվի, նազոն մի քիչ ելակ տանի երեխուն, լիլոյիս ելակ տանեմ,
Հիմա կասեք լավ էլ հասցրեցիր Նաշջան, մի անդար գործ, քախան ու հիմա էլ ճճտալ են ելակ ես քաղում ես ելակը սիրելի հետևորդներս բացես մանրակրկիտ քաղես նենց է հասե որ էլ ասելու չի ահա որ հասել է մեծ փոքր հասել է չեմ ուզում իրես անել գոնես տեն քաղեմ ես երկուսը ասա ջուրը փակի լցվեց է նազը ասա ջուրը փակի ջրմի ելակ հավաքելն էլ է դժվար պրոցեսն է որ մտածում են վա ելակը են որ մեկ ասում եմ տո մարդիկ ճիշտ չեն անում որ ասում են կառնենք կուտենք հա բա գիտեք չէ ինչ տանջանք այսպիսի տանջանք այս ելակ հավաքելը այդքան կզված քախանարի հերիք չի հիմա էլ կզված ելակ հավաքի ինձ էլ ջրվեց այսօր ոնց որ թե գործերս բարեհաջող են ընթանում ցույց տամ ահա հլը իշքոն մեծ են մեծ սորտեր էլ կան էլ լստեղ մեծ սորտերից է կան սիրելի հետևորդներս մեջերը հետևորդներս են սոխն աջրվում որ կանաչիները էլ այսպես ասած որ համ փապկի վաղը գամ սացիլեմ համ էլ թող ջրվի ես էլ ձերքեց թե ելակ քաղեմ վաղն էլ ելակ քաղելու օր սիրելի հետևորդներս որովհետև եթե չքաղեցի սենց մանրամասը ինքը գեր հասունացում է արդեն տալիս այն էլ իշքան այղ է հլստը ես մի թքատեղից արդեն դույլս լցվեց բայց դա աշխատում եմ զգուշ ոտքերը զգուշ համ ելակները չվնասեմ համ էլ տեսնեմ թփերի տակ ինչեր կան ինչեր չկան պաղկված հա այդպես ասած խոշոր էլ ելակներ են Լիլիթի համար հիմա կասի մամաս կլուբնիկ գոնե բերի երեխուս համար տանը այդպես օй Զեմ տեսնեմ լցվեց թե բացվել գնում այս կողմի վրա ուր է գնում համաններ ահա որ ծառով են բայց դե ժամանակ չկա վաղը սա կշարունակեմ թող գնայեմ պղպեղի սացիլները մի օրվանը ջրվի էլի ահագին կմեծանա սոխերը ջրվեցին են
օգցե շուշուտ։ Ալյա բրծել ես, ինձ է սպասում, վայ, հե, ես վերջ ես սացիլի մարգի վրա կապի ջուրը, ջրվի, որ վաղը հանեմ, մեծանա, էդ սացիլ եմ, այս լեն տեղից կարա, էդ իշն ես ջրում, Եվ խաչ խանին, կաներքն էտ խանին, խիվ ես խաչ չկարում էչ։ հա, իմն էլ ամն ձրվի, հա, ծերից մն ձրվի, նայում եմ քոքա բանա, բոյ չի պրթե։ Ունդե բիտ գիսեմ։ Չէ, էինա, չկա, ծերով արա։ Թո ջրվի, էդ համ ես երկու կլուբնիկ կաղան, էդ Սիրելի հետևորդներ, հողամասից վերադարձա այդ վերջի պահերը չնկարեցի, որովհետև Զայրետկան վերջացավ հեռախոսի։ Ես էլ են սկզբի մարգերից հավաքեցի, ես ելակը Լիլիթը վրայից իհարկե կերել է, մի գլխում վեդրո էր, հիմա սա կլվանամ, ուզում եմ Լիլիթը առանց շաքարավազի է սիրում, ես էլ շաքարավազով կպեսոկեմ, շաքարավազ կլցնեմ, են մեր լեզվով ասած կպեսոկեմ, կդնեմ սառնարանը, հաց ուտելուց հետո նոր կուտեմ։ Այստեղ ակրոշկա եմ սարքել, երկու այսպիսի աման, մեկը կիսատ հենց այդ մածունի ամանի մեջ և փլավ եմ սարքում, սպիտակ, բոլորշին տվեց, սպիտակ փլավ։ Լիլիթն էլ ես բաժակը նվեր էր ստացել, արի Լիլ, նվեր էր ստացել, Գալինան է նվիրել, շատ սիրուն հավեսին բաժակներ, իհարկե դե գիտեք Լիլիթը շատ բաժակներ ունի, հիմա որոշեց, որ սրա մեջ պետք է ուտի, սրանով պետք է ուտի, քանի որ որոշել է, ինչ հավեսին թեթև նուրբ բաժակ է, շատ սիրուն բաժակ։ Հեսա կլվանամ, իհարկե տենց չենք օգտագործի, մի հատ կլվանամ, բաժակը լվացի, ես էլ լվացի, այստեղ թող սա էլ ցամաքի, ջրքանվի և ինչ էի ուզում, հա ելակները հեսա կլցնեմ, կլվանանք, շատ կա, վաղը հավաքեմ, բերեմ մի քիչ կամպոտ սարքեմ, կոմպոտ, տարբեր չափերի, տարբեր սորտերի ելակներ են, բայց ենքան հոմով է, լիքը, փլավն է թող էպվի, մի քանի անգամ լավ լվացի և հիմա այսպես վերջնական հանում եմ ու լցնեմ այստեղ։ Այստեղ։ Եթե ջրի միջից ենք սենց հանում, չի լղկվում ելակը, եթե ջուր չկա վերցնենք, ինքը լղկվելու է, սենց օդի մեջ են ելակները, մի րոպե Լիլիթ, սպասի, մինոմիցնա վերց, հա, ինքոն կո Լիլիթ, չեմ հասցնում հավոքեմ, հա,
Դի վաղը հավաքեմ, բերեմ կամպոտ անեմ։ Ինչի։ Կոլոպնիկները չկտնեք։ Սիրելի հետևորդներս, երեխաներս ոչ մուրաբան են ուտում, ոչ էլ կամպոտը։ Մենակ այսպես թարմն են ուտում։ Հեսա ես մի քիչը պիտի պեսոկեմ ինձ համար, Լիլիթն էլ առանց պեսոկի է սիրում։ Կամանչուր չտաս Լիլիթ, մի րոպե ես այստեղ փլավը տեսնեմ, ինչ է կատարվում, լավ սոված ենք, այն որ Արմաշից եկել եմ, իջել եմ հիվանդանոց, աշխատել եմ, եկել եմ տուն, տները մաքրել եմ ու վազել եմ։ Ինչով ենք եկել, Լիլիթ, ինչով ենք եկել, շտապ օգնության մեքենայով, հա Լիլիթ, դե պատկերացրեք, վազել հասել եմ հողամաս ու հողամաս, դե Նազոն եղավ մաս, կտրտվավ, ասում են ենքան աշխատինք, կտրտվանք, չէ, հիմա իմներ, կտրտվա հողամասում սիրելիներս, կտրտվա, ծուտենք ու հանգստանամ, բայց լավա չէ, պետք է էլի վլոգ մոնտաժեմ, լավ եմ, չէ, հանգստանում, դա էլ իմ հանգստյան ժամն է, այդ հանգիստ պահը։ Համեղ թթուներ, ավելի լավ է թթվել։ Եղասի աղցան կպատրաստեմ, դե չեմ հասցնի, գոնե մենակ ես լոլիկը հեսա, կկտրատեմ լվանը, պանիր էլ ունենք, ահա, ես ցելոֆոնի մեջ, հա, մայոնեզ, տոմատ, սենց, հավեսին լոլիկներ էին սրանք, սիրելի հետևորդներս, այն որ մեջը ընտիր, քաղծրել է, երևի մեր տեղական լոլիկն է, հաստատ, ու գիտեք հիմա ես այսօր ինչ եմ ուզում բացել, ասեմ կանի բացենք, ուտենք, դե գիտեք պահածոները շատ եմ անում, կան, էլի հետևորդներս իհարկե թխեմալի, պիտի բացեմ, ահա, սա էլ համեղությունները ու գնացինք, Լիլիթը իր բաժինը տարավ, հիմա հաստատ չեմ ուտի, մի քիչ լավ կսարի, պեսոկը կքաշի իրան, նոր, դժվար է, չէ, հետո էլ հատ սենց մաքրի, վաղ տեսնեմ, ես բանջարեղենի խանութում անանուխ կամ բերեմ ելակով, անանուխով կամպոտ փակեմ, պեսոկենք, մաքրեցի, պեսոկում եմ, վերջի շերտն այս էլ լցնեմ, ավեսին շաքարավազով ելակ, պատկերացնում եք ինչ համեղություն է, համով, հոտը, բույրը, համը, ընտիրություն, սիրելի հետևորդներս ձեզ ասում եմ բարի գիշեր, լավ եղեք, առողջ եղեք, ինչ էլ կստեղծեք, կչարչարվեք, ուրախ վայելեք։